Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ օդի աղտոտվածության մակարդակը ռիսկի գործոն է քաղաքացիների առողջության տեսանկյունից։ Armenpress-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է ռիսկի գործոն լինել որոշ հիվանդությունների զարգացման համար, մասնավորապես շնչառական, սիրտանոթային, ալերգիկ և այլն։ Ուրեմն օդի աղտոտվածության բարձր մակարդակը բնականաբար ռիսկի գործոն է հանդիսանում քաղաքացիների առողջության տեսանկյունից, բայց այստեղ շատ կարևոր է մի քանի հանգամանք, մասնավորապես օդի աղտոտվածության որ ցուցանիշներով է աղտոտված օդը, ինչ ժամանակահատվածում է օդի աղտոտվածությունը տևել եւ չմոռանանք, որ մեր հիվանդությունների առաջացման պատճառները բազմագործոն են եւ դրանից կախված, այսինքն ունենք վարքագծային գործոններ, որ մի գործոնով չի կարելի նշել, որ այս կամ այն հիվանդությունը կարող է բարձրանալ, սակայն ռիսկի գործոնը դա կա, առկա է եւ փաստ է, որ աղտոտվածության բարձր մակարդակը նպաստում է կարող է նպաստել որոշակի հիվանդությունների զարգացմանը։ Հորդորս մեր ազգաբնակչությանը, մասնավորապես կուզենայի առանձնացնել ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հրդեհային տարածքներ ունենք, այդ տարածքների հարակից բնակավայրերի բնակիչներին առավել եւս, որպեսզի հնարավորինս փակ պահեն լուսամուտները, հնարավորինս քիչ գտնվեն ծխով աղտոտված տարածքներում, որոշակի անհանգստություններ, որոշակի առողջական խնդիրներ ունենալու դեպքում չզբաղվեն ինքնաբուժությամբ, անմիջապես դիմեն մասնագիտացված կառույց, հաշվի առնելով հետագա զարգացման հնարավոր ընթացքները։ Շնորհակալ եմ։